Շարունակում է կենտրոնի առավոտը սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 6-ին 19:00 Հակոբ Պարոնյանի անվան երաժշտության կոմեդիայի թատրոնում տեղի կունենա պրեմիերա «Կուսակալը»։ Առաջնախաղի մասին կխոսենք մեր հյուրերի հետ, մեր հյուրերը արդեն տաղավարում են։ Ներկայացնեմ հյուրերին պիեսի հեղինակ պրոդյուսեր Սամվել Մհերյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կուսակալի դերակատար Սամսոն Ստեփանյան եւ դերասան Սեմ Ասատրյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ եք։ Շնորհակալություն հրավերքի համար։ Սիրով, պրեմիերա է ու հետաքրքիր է, երբ այսօր ընտրվում են թեմաներ, գործեր, որոնք պիտի ներկայացվի հանրությանը։ Եթե մենք խոսենք հիմա այս պիեսի մասին, ինչ ենք ուզում այս թեմայով ասել եւ ինչ սկզբունքով է ընտրվել թեման։ Սա պատմաճանաչողական քարոզչություն պիտի լինի մեր հայրենակիցների համար։ Յուրօրինակ ընթերցում խորենացու պատմության, որովհետև ընտրված է քիչ ընթերցված հատվածներից, դրա վրա կառուցված է հոգեբանական դրամա, որը մայիսի 6-ին Պարոնյան թատրոնում, ինչպես նշեցիք, բեմ կբարձրանա։ Պարոն Ստեփանյան, գլխավոր դերակատար է, ոնց հասկանում եմ։ Ինչ տխուր եք։ Հանգիստ եմ։ Հանգիստ եք։ Առհասարակ երբ մենք այսօր ռոմանտիկ ասեմ, անձրևոտ եղանակ։ Երբ մենք խոսում ենք առհասարակ գլխավոր կերպարից, որը պիտի գա այդ ասելիքը փոխանցելու, ասում եմ, դե մեր օրերին հիմա ասելիք շատ կա, հատկապես եթե մենք խոսում ենք մեր հայոց պատմության մասին, ոչ Հայաստանի, ու հասկանում ենք, որ երևի թե ոչ մեր այդ պատմությունից իհարկե հետևություններ չեն կարել եւ տարիների վեր մենք տեսնում ենք այդ մեր հետևությունների չարացի, ասում եմ, հետևանքը։ Նաև արածի։ Նաև արածի։ Այստեղ մենք խնդիր ունենք արածների հետ, ոչ թե չարածների։ Հա, դե երկուսն էլ ինձ թվում է մեկը մեկին չի զիջում իրականում, որովհետև այդ չաներն էլ անտարբերությունն էլ մեծ ազդեցություն թողնում ու թողել այս տարիների ընթացքում։ Հիմա իրականում եթե հանդիսատեսը պիտի գա ու լսի այն գլխավոր դերակատարի կողմից հնչած կարևոր ասելիք ասեմ, մեսիջ ասեմ, չգիտեմ, դուք ավելի ճիշտ կձևակերպեք, ինչ պիտի հետևություն անի։ Ուրեմն նախ ասեմ, որ այդ հասցեա ուղղվածությունը, մեսիջները գլխավոր դերակատարը չի անում է շրջապատը, այսինքն ինչ միջավայրում, որ ինքը գտնվում է եւ ինչ իրադարձություններ որ տեղի են անում, որովհետեւ սա խոսքային չի, սա գործողության հետ է կապված։ Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, Կուսակալին, ինքը պարզապես Պարսից կողմից նշանակված մի պաշտոնյա է, Պարսկաստանի կողմից, ինքը հայ չի։ Դե մենք այդ խնդիրը միշտ ունենք։ Այո, եւ այստեղ Պարսից հայացքից է նայվում Հայաստանին, ովքեր են հայերը, ինչ են կորցրել, որն է դրանց ինքնությունը, հարցեր կան, որոնք դրվում են այդտեղ եւ դրանց պատասխանը փորձում է գտնել, իսկ կոնկրետ Կուսակալը ունի ոչ միայն քաղաքական խնդիր, այլ նաեւ ունի ներքին հոգեբանական խնդիր։ Ինքը ունի շատ մեծ մեղք եւ այդ մեղքի կավման ընթացքում է գտնվում։ Եվ գալիս է ի վերջո իր կավման պահը, որի հետևանքով զոհում է իր միակ դուստրը, որ իր կյանքի նպատակն է, բայց սա արդեն իր անձնական ընթացքն է։ Իսկ ինչ վերաբերում մեր հայերին, մեզ հայերիս, այնտեղ շատ կոնկրետ հարցադրումներ կան։ Ինչու է մեզ մոտ այսպես, ինչու են մեզ իշխում, ինչու է երկատվում մեր երկիրը, ովքեր են դրանց հեղինակները, ովքեր են մեղավոր, որտեղ ենք մենք սխալվել, որտեղ է եղել այդ շեղումը, որից հետո մենք սկսեցինք անընդհատ կորուստներ։ Ովքեր են մեղավոր։ Պատասխանները տրվում է։ Գիտեք ինչ, մենք սովորաբար ասում ենք բոլորս ենք մեղավոր, ոչ ես չեմ ընդունում դա, բոլորս չենք մեղավոր, կոնկրետ մարդիկ են մեղավոր։ Այո։ Հասարակությունն է մեղավոր, թե ղեկավարն է մեղավոր։ Այս դեպքում հասարակությունը այստեղ կապ չունի, հասարակությունը շատ նեղ պատասխանատվություն ունի տվյալ դեպքում, հասարակությանը տանում են։ Ովքեր են տանում, տանողներն ովքեր են, դրանք են մեղավոր, ինչ ենք մենք ասում, բոլորս ենք, բոլորս էլ մեղավոր, ես մեղավոր չեմ։ Եթե չնայած ասում եմ, հիմա ինչքան էլ որ կրթվել են օրաձևա, բայց եթե շատ կիրթես, կարաս չգնաս, չէ՞, հետևից։ Իհարկե, բայց դա սխալ տեղ է տանում։ Ներեցեք, այստեղ մի հարց է գալիս, այդ դեպքում ինչ որ արժեքի համար ես կռվում դու։ Եթե արժեքը քո կյանքից էժան է, խնդրեմ, ապրի քո կյանքով, եթե արժեքը քո կյանքից թանկ է, դու ուրեմն պիտի դնես կշռքի վրա, դու կարող ես զոհաբերել ինքդ քեզ հանուն որևէ արժեքի կամ գաղափարի, որը գիտեք մեզանում դարձել է ոչինչ գաղափար ասած հասկացողությունը, դատարկ խոսք։
Ինչպես ազնվությունը, ինչպես արժանապատվությունը, դատարկ խոսքեր են դարձել։ Անպատասխանատու խոսք։ Ընդհանրապես ֆորման է մնացել, բովանդակությունը կորել է։ Այ եթե վերադառնանք բովանդակությանը, հասկանանք գաղափար ասած իմաստը, որը ինձ համար որպես մարմնավորում շատ չծեցվեմ նժդերն է։ Ինքը գաղափար է։ Հասկանում եք։ Այո։ Այս եթե ինքը ունի այս գաղափարի կրող է, իր համար կյանքը այս դա է, կյանքը այդ գաղափարին հասնելու բանն է, նպատակն է, ընթացքն է։ Ոչ թե մեր իրականության նման ինչ որ տեղի ունենում այսօր եւ 30 տարի անընդհատ։ Եթե ոչ հետո 70 տարի, եթե ոչ հետո 200 տարի եւս։ Հետո 900 տարի, հետո 2000 տարի ու հետո 300 տարի։ Դե մենք ընդհանրապես գոնե թե մեզ թույլ ենք տալիս խոսելու այն հատվածի մասին, որտեղ կանք տեսել ենք։ Հիմա եթե խոսում ենք 30 տարիների ժամանակահատվածից իրավունք վերապահելով մեզ լինելով այն ժամանակ երեխա, հետո երիտասարդ ու մեր աչքի առաջ տեսնելու այդ փոփոխությունները։ Ավելի հետոն, այո, դե արդեն ասում են այնտեղ ոչ պատասխանատվություն կարող ես կրել, բայց գոնե հետևություն կարող ես անել, որպես այսօրվա ապրող մարդ։ Եվ նաև պատասխանատվություն ցանկալի է որ ունենանք, որ շատ կարևոր է։ Դե մենք այսօր վարկյանի մեջ ենք ապրում։ Շատ բարձր կոպիտ օրինակ իմ կրծեր աղջիկ ինձ սովորեցրեց սիգարետը գետնին չշպրտել։ Այո։ Եվ ես այդ պահից դա մի 10 տարի առաջ է։ Այդ օրվանից ես սիգարետ չեմ նետում։ Սկսենք սրանից, բարձր չմիացնեք այդ երաժշտությունը ձեր մեքենաներով։ Դե Նելսոն Մանդելան սկսեց առհասարակ չթքելուց սովորեցնել քաղաքացուն։ Որը մենք չենք կարողանում անել։ Հա, բայց տեսեք, այդ այնքան իրարամերժ է, որովհետև մենք խոսում ենք այս առավոտյան էլ էի ասում, բայց կչանցելի առավոտ է քիչ առաջ։ Մենք խոսում ենք սևերից ու սպիտակներից, այսինքն մենք անդադ այդ բաժանում ենք իրար ատելության մասին ենք խոսում, որովհետև երբ որ ժողովուրդը սկսում է իրար ատել, մի 5 հոգանոց թիմի մեջ, եթե մեկը մեկին ատում է, այնտեղ անհնար է որևէ օրինակ ներկայացում բեմադրել, չէ՞։ Բայց երբ որ միասին է, կարելի է, չգիտեմ ինչեր անել։ Հիմա մենք համ խոսում ենք կրթությունը նորաձևությունից, ես կարծում եմ կրթության առաջին գաղափարներից է համերաշխությունը, իրար լսելը։ Բայց ասում ենք փոխարենը, հա, դե նորաձև է։ Պարտադիր չի, պարոսպետարյան նորաձև է։ Եթե դուք ուզում եք լինել ժամանակակից, նորաձև կարող եք կրթվել, եթե չէ, դե։ Բայց ես լավ բան եմ մտածել, կրթությունը ըստ ցանկության։ Մանավ դպրոցական։ Սպահաջի։ Պարոն Ասատրյան, ինձ հետաքրքիր է ձեր կերպարի մասին խոսենք։ Իմ կերպարը բացասական կերպար է, քրմապետ եմ խաղում, մորուքը դրա համար է աշխատում։ Իմ կերպարը հայ եմ, ազգությամբ հայ եմ, բայց ինչպես կուսակալն է ասում, ես հայատյաց եմ։ Դեպքում իմ կերպարը շատ բարդ կերպար է, իմիջիայլոց ասեմ, ու շատ հետաքրքիր։ Ինքը քրմապետը այնպիսի կերպար է, որ ամբողջ պիեսի մեջ շարունակական կերպար է, իհարկե, վերջում էլ մի սրիկայություն է անում, չեմ բացի փակագծերը, բայց այնքան հետաքրքիր ախր ուզում եմ մի քիչ փակագծերը բացել։ Լավ, որ անում է սրիկայություն, հետո հետևություն անում է իր արածից։ Չի հասցնում։ Հետևությունները թողնում են հանդիսատես։ Ինչ գիրք է։ Սա իմ հեղինակած առաջի գիրքն է, Մենավոր բազեն։ Խնուս Գավառի ինքնապաշտպանությունն ու ջարդն է։ Սիրով նվիրում են ձեր հեռուստաընկերությանը։ Ես վաղուց է տպագրվել։ 7 թվին առաջի հրատարակությունը եղավ 2007, 28 տարեկան է այդ ժամանակ, որում սրա շուրջ ձևավորվեց Խնուս մշակութային հիմնադրամը, որը հայրենակցական միության գործառույթ ուներ։ Ասեմ, որ սա կա, բայց չի գործում, հա, չի գործում։ Իր գործը արեց։ Հիմա այս գիրքը թարգմանեցինք թուրքերեն, Ստամբուլում բավականին վաճառվեց։ Ինչ արձագանք։ Մեծ, այնպես որ Խնուսում ապրող քրդերը եւ հայերը կապվում են, գտնում են մեզ։ Ես որոշ քանակություն մցրեցի այնտեղ, ոմանք իրանց տատիկներին գտան, ոմանք պապիկներին մեջը, այնպես որ իդեպ հրաշալի միտք է։
թարգմանել թուրքերեն եւ այնտեղ որում սրա սցենարը կա նաև գրած, հա։ Սցենարը ներկայացման համար։ Չէ։ Ֆիլմի։ Ֆիլմի, կինոյի, հա։ Կան առաջարկներ նկարելու։ Առաջարկները բոլորը ասում են, որ չի լինի այդ բանը այստեղ անել, այնքան մասշտաբային է։ Հա։ Ֆինանսական առումով թե զուտ մեր հավատն է, որ մեզ առաջամղում դեպի կինոյի ստեղծումը, որը կարծում ենք կլինի, որը շատ նման է նաև այս պիեսի ստեղծմանը, որտեղ անհնարի պայմաններում հնարավոր է դարձնում այսպիսի մի գործ, որը շատ մեծ մասշտաբ ունի։ Ես վերջին գրառումը մենակ կարդամ, սիրելի հեռուստադիտողներ, կա վաճառքի գիրքը։ Հա, քիչ բայց կա։ Այս գիրքը ըմբոստության ճիչ է ընդդեմ աշխարհում իրականացված ամեն եղեռնագործության։ Նվիրվում է բոլոր այն անձանց, ովքեր ոտքի են ելել անարդարության դեմ պայքարի, որտեղ նվազագույն խաղադրույքը կյանքն է։ Քիչ առաջ պարոն Ստեփանյանը ասաց, պիտի եմ որ ասում եմ հասկանաս, հա, ինչ գին ես վճարում, հանուն ինչի։ Իրականում եթե մենք խոսում ենք անարդարության եւ այդ ամենը վերականգնելու հայրենիքի գաղափարների մասին խոսում ենք, մենք մեր աչքի առաջ դիտենք անուններ, սկսած Նժդեից, ինչու ոչ, որոնք ամեն ինչ արվել են, որպեսզի հայ հատկապես երիտասարդի համար լինի այտենց բան, ֆաշիստ, չգիտեմ ինչ, կամ կյանքով ենք ոնց ուզում եք։ Աջա։ Անվանեք ոնց ուզում եք, ես անվանում եմ հայրենասիրություն, ես անվանում եմ հայրենիքի նվիր ունեմ, ֆաշիզմ կասեք։ Եթե ինքը ֆաշիստ է, ես ուզում եմ ֆաշիստ լինել։ Ես ուզում եմ որ մենք ազգովի ֆաշիստ լինենք, եթե Նժդեը ֆաշիստ է։ Խնդիր չկա, անվանեք ոնց ուզում եք, ես ներողություն չեմ ուզում կոպիտ արտահայտեմ, թքած ունեմ աշխարհի կարծիքի վրա, չէ։ Բայց թքած ունեմ աշխարհի կարծիքի։ Անվանայք, անվանումները այնքան հեշտ են փոխվում, բովանդակությունն է կարևոր։ Ինչ ես անում, ուր ես հասնում։ Եվ այստեղ մի հարց բան կա, էլեմենտ կա, այսպես ասած։ Դուք ասացեք 5 հոգու հավաքվում եք կամ 10 հոգու 15 հոգու ինչ-որ բան եք ստեղծագործում, ինչ-որ բան եք անում եւ կոնֆլիկտ չի լինում։ Կոնֆլիկտը բացակայում է, կարծում եմ, այն դեպքում, երբ դու վերացնում ես ներքին պրետենզիան, ներքին հավակնությունը, քո անձնական։ Եթե դու հավակնություն չունես, դիմացինիդ հետ խնդրեմ չես ունենա եւ կոնֆլիկտ չես ունենա։ Մեր բոլոր կոնֆլիկտները գալիս են հավակնությունից, ներքին մեր ինչ հավակնություն ունենք ընդհանրապես, ովքեր են մենք ամեն մեկս բանակ։ Այդպես չպիտի լինի։ Հա, դրա համար երբ որ դու հիմա ինչ-որ բանի մասին օրինակ խոսում ես, արդեն դարձել է էտել են հորաձև։ Եթե դու ինչ-որ բանի մասին խոսում ես, բոլորը մտածում են, որ դու կարող ես ինչ-որ պաշտոնի հավակնություն ունենալ, բայց ոչ մեկ չի ասում, իսկ կարող ես մարդը ուղղակի այդ տունը, որտեղ 100 տարի ապրում է, սիրում է, չի ուզում գնա։ Ուրիշտեղ կոմպլեքսավորվում է, մեռել եմ ասել, մեկ ասում որ տենց ճճում եք Եվրոպա, կոմպլեքսավորվում եմ, ժողովուրդ, Եվրոպայում չեմ ուզում ապրել։ Այստեղ չեմ կոմպլեքսավորվում, կլի իմ տնից ինչ չհանեք։ Մի անեք ես դա։ Շատ բան չեմ ուզում, ես իմ տանն եմ ապրում, ուրիշի տունը չեմ ուզում գնամ ապրեմ, ուրիշի տանը դիսկոմֆորտ է։ Հազար ասեցինք։ Բայց դե մանկավարժներն են գոռում ես Եվ նաև չեն սիրում ուրիշները մեզ, որ մենք գնում ենք իրանց տուն, մենք անկոչ ջուրի պես գնում ենք եւ ասում ենք մենք եկել ենք ու պետք է մնանք ու մեր ճակատին ասում են չէ, բայց ես կուզեմ էլի ու էլի վերադառնանք ներկայացմանը, քանի դերասան է զբաղված բեմում։ Օ, դերասանների քանակը 12-ն են, 12-ն են, չէ՞։ Գնալով շատ է։ Ըստ կերպարների 12, բայց բեմում գործում են էլի անձինք, պարային խումբ է լինելու այնտեղ էլի անցումներ են լինելու 27-28 հոգի մարդ կլինի։ Միայն մայիսի 6-ին ենք խաղալու թե Ոչ, 5 ներկայացում արդեն ամրագրված է։ Միայն Երևանում թե շրջագայությունում։ Երևանում առայժմ Երևանում է ամրագրված, մինչև հունիսի 2-ը 5-րդը կլինի։ Ու այդտեղ կերևա արդեն ինչպես շարունակենք։ Ինչ արձագանք ունեցավ, ինչ հետաքրքրություն կա, մեր անելիքը կերևա այդ 5-րդից հետո։ Պարոն Ստեփանյան, այդ արձագանքի մասին, երբ արվեստը գալիս է իր լեզվով խոսելու խնդիրների մասին, որովհետև արվեստը միայն սիրուն դասական հեղինակներ չի ներկայացնում, չնայած նրանք են ժամանակի խնդիրներ բարձրաձայնում, բայց երբ արվեստը գալիս է խոսելու այս շատ ծանրացած խնդիրների մասին, դուք իրականում տասնյակ տարիներ անցկացնելով բեմում, ինչ կասեք, իրականում տվել է իր արդյունքը հանդիսատեսին, որը հանրությունն է, ժողովուրդն է մեր, որը մտածելով է գնացել կամ իսկապես, չասեմ հեղաշրջվել է, բայց հասկացել է հանուն ինչի համար է արժեքավոր հայրենիքը, այն պատմությունը, հետևությունը։ Դուք կարող եք այդ վերլուծությունը արած լինեք։
Գիտեք ինչ, ես կդժվարանամ իմ այդ հարցին կոնկրետ պատասխանել այո թե ոչ։ Ես կբերեմ մի փոքրիկ օրինակ Կամյուի Ժանտախտը վեպից։ Այնտեղ մի պարբերություն կար, ասում է, երբ գալիս է Ժանտախտը, չպիտի նայես, չպիտի ինքդ քեզ հարցնես, ես անում եմ ինչ-որ լավ բան, թե չպիտի անես պարզապես։ Առանց մտածելու։ Դու պիտի անես, դու պիտի աշխատես, դու պիտի բուժես, կարևոր չի դա վերջ ունի, թե վերջ չունի, կարևոր չի թե արդյունք տալիս է, թե չպիտի անես, որտեղ Ժանտախտ է։ Հիմա նույն բանն էլ մենք ենք, թե մենք ինքներս մեզ հարցնենք, արդյոք հասարակությունը փոխվում է ինչ-որ բանից, ես կասեմ ոչ, չի փոխվում։ Եթե դադարեմ որևէ բան անել։ Այո, բայց պիտի անես։ Հասկանում եք։ Ես չպիտի այդ հարցը տամ ինձ։ Ես պիտի անեմ այն, ինչ որ ես կարողանում եմ անել։ Կարողանում եմ թե չէ, դա արդեն իմ դատելու բանը չի, թող կողքից նայեն, ասեն կարողանում ասա, թե չի կարողանում։ Եթե չեմ կարողանում, թող գան ասեն բարեկամ, դու չես կարողանում, դու գործի տերը չես գնա ուրիշ բանով զբաղվի։ Խնդրեմ կգնամ կզբաղվեմ։ Բայց առայժմ դեռ որևէ մեկը չի ասել։ Եթե գան ասեն, ես Չէ, դե ռազմի դաշտում երբ որ քո վիրավոր ընկերոջը օգնում ես ու օգնություն ես ցույց տալիս գաղափար չունենալով բժշկությունից, դու բնականաբար չես նայում, գիտես թե չգիտես։ Իհարկե, դու անում ես այն ինչ որ պետք է անես այդ պահին, անհրաժեշտ է անել այդ պահին։ Գործել է պետք, Գործել է պետք, գործել, իսկապես գործել եւ ասում եմ, գործել առանց հավակնության, գործել հանունի։ Հանուն, տվեք ինձ հանունը, Արքիմեդը ասում է, տվեք ինձ ձեր մանկետ, ես աշխարհը շուր կտամ, տվեք ինձ հանունը, եղբայր, եւ ես կգնամ։ Եվ ես ինքս կզոհեմ ինձ այդ հանունը։ Աստվածաշունչն էլ է սովորեցնում, ասում է, եթե գիտես մի բանը բարի է, չես անում, մեղք է։ Ասում եմ, հուսամ, որ ամեն առավոտ իմ բոյկոտները այս հարթակից, ասում եմ, լավ առավոտ ցանկանալու փոխարեն սկսում եմ ծանր տեքստերով, բայց իրականում չես էլ կարող լուր մնալ, որովհետև օրինակ, եթե սեփական երեխան ինչ-որ մի սխալ բան է անում, այն սերը անվերապան նվիրումը ստիպում է, որ դու անպայման դրան անդրադառնաս, խոսես, բարկանաս, հիմա ոնց, չգիտեմ։ Ես օրինակ տենց ծայրահեղ, մեկը կարող է ուրիշ կերպ ընտրում, բայց դու չես կարող անտարբեր լինել։ Միևնույն է պահն ու ժամը գտնում ես բացատրելու, որ դա սխալ է կամ դա քեզ կարող է վնասել։ Հիմա մենք երևի չասեմ երկար ժամանակ, որտեղ հաստատ տարին լրացել է այս ամենի մասին, որ ստաբիլ ամեն առավոտ մենք խոսում ենք, ու ես չգիտեմ որքանով է դա իր ազդեցությունը ունենում, բայց չեմ էլ կարողանում չանել։ Ունենում է, հաստատ ունենում է, կաթիլը քարը ճեղքում, այնպես որ մենք շտապում ենք պարզապես։ Մենք համբերություն չունենք։ Դեպի մեր կյանքն է անցնում, բնականաբար է պետք է շտապենք, բայց համբերատար։ Քայլ առ քայլ, հետևողական։ Դե հիմա տեսեք, ասում եք համբերություն։ Մենք խոսեցինք մեր 30 տարիներից, բայց իրականում երբ հետես նայում այդ պատմությանը, քանիսն են ուղղակի մնացել պատմության էջերում որպես հանուն գաղափարի անհատներ, որոնց ինչ որ առումով խեղաթյուրում են, դե տենց կորցնում են, հանում են, ջնջում են, մի խոսքով։ Ու դու հասկանում ես, որ դե այսինքն ոնց համբերես, որովհետև դու ես մի օր դառնալու պատմության մի մասնիկը, որի ասածն էլ դեռ մեծ հարց է, հետո կներկայացնեն որպես ճշմարտություն, թե կխեղաթյուրեն ու որպես անհասկանալի դեմք կներկայացնեն։ Դու ապրում ես քո կյանքը, յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը, ինչ մեզ տրված է։ Շատ բաներ մենք ենք որոշում, շատ բաներ մենք չենք որոշում։ Ասում են ընտրություն ունենք, բայց մենք ընտրություն չունենք, գուցե եւ ունենք, ես չգիտեմ։ Այսինքն, բայց մենք ապրում ենք, չէ, յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը ունենալով այդ կյանքի մեջ հրաշալի պահեր, ֆանտաստիկ իրադարձություններ, նաև ֆանտաստիկ վատ իրադարձություններ։ Սա կյանք է, որը մենք պիտի անցնենք, որը պիտի կրենք, որից հետո մեր ապրածի բյուրեղացումը ըստ Աստվածաշնչի կամ ըստ ուրիշ կրոնների կամ ըստ բուդդայիզմի կբարձրանա ինչ-որ տեղ, կմիանա ինչ-որ հավերժի, միգուցե, ես չգիտեմ, բայց ամենայն դեպս կյանքի հանրագումարը մենք կհաղորդենք վերջին շնչում։ Ինչ ենք բյուրեղացրել։ Մի տեսակ շատ հետաքրքիր առավոտ է այսօր, շատ մելանխոլիկ է։ Ես հուսով եմ, մեզ շատ մարդիկ են դիտում, մեր հայրենակիցները։ Չէ, շատ հրաշալի առավոտ է։ Չէ, լավ, ես լավ առումով եմ ասում։ Իրականում ասում եմ ամեն մարդ երևի թե եթե մի քիչ կրթված է, արդեն այս բառը զավեշտալի է դարձել։ Հատվածը ներառել, շատ գեղեցիկ ստացվել։ Իրականում, բայց ասում եմ, եթե դու ես ուզում ապրել մի քիչ հասկանալ դու ինքդ ինչքան ես իմաստ դրել քո ապրածի մեջ, ոչ թե գլորել օրեր, տեսնել թե ճակատագիրը քեզ ինչ կտա, այսինքն որքանով ես դու տարբեր կամ անտարբեր քո շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Հիմա մարդկա սովորական շունիկին էլ խղճում ես, ասում եմ, պարապես մնացել անցի առաջ։
Այն մեկը ոչ միայն խղճում է, այլ նաև գրքում տանում է օգնություն է ցույց տալիս։ Հիմա երբ մենք ենք որոշում։ Կամ է բանի առակը, ավանակի հոր եւ տղայի առակը։ Այդ ո՞րն է։ Տղան, հայրը եւ ավանակը գնում են մի քանի գյուղենքով, մի շուտ շուկա։ Դե հայրը նստացնում է երեխային ավանակի վրա, գնում է գյուղի միջով անցնում է ապուշ մարդուն նայում։ Ավանակի վրա երեխան նստացրել, փոխանակին կնստի։ Այս երեխան իջացնում է, ավանակով գնում են, երեխան ընկը կողքին։ Մյուս գյուղով ասում են, հիմա են եկել։ Ավանակին թողնել, նյակ ոդկով են գնում։ Այն մյուս գյուղով երկուսով են նստում, գնում են երրորդ գյուղով ասում։ Ախմախ հիմար մարդ ասում է։ Խեղճ ավանակի վրա երկու հոգով նստել են, պատասխան։ Այսինքն ասել կարծիքներ միշտ կա։ Դե հա։ Նորից պիտի անես, Սիզիֆոսը որ քարը գլորում է դեպի լեռը ու չի հասնում գագաթին մի միլիմետր չհասած նորից գլորվում է, դա հենց այնպես չի անում ինքը, պատիժը հենց այնպես չի տրված։ Ամեն անգամ բարձրանալիս ինքը նորացնում է, բացահայտումները անում ինքը։ Եվ գալիս է պահ, երբ որ իրեն պետք չի, որ ինքը հասնի գագաթին։ Որովհետև պիտի նորից հետ գլորի, որ նորից բացահայտումներ անի։ Սա պատիժ է։ Պրոցեսը հետաքրքիր է։ Այո, պատիժ է, միանշանակ պատիժ չի, բացահայտում է։ Այսինքն Զևսը այդքան հիմար չէր, որ նրան պատժեց, ասաց հիմա կգլորես այդ քարը։ Միգուցե ինչ որտեղ Սիզիֆոսի մոտ բացվի են։ Նույնիսկ ինչպես մենք գլորում ենք այդ քարը անընդհատ, ու նորից հետա գլորում ենք գագաթին նորից այդ, բայց այդ անցմամբ ի՞նչ է տեղի ունենում, այս է կարևոր։ Լավ բան։ Հələ որ չեմ տենում ես ազգեր որ տեղի։ Այնքան լավ բաներ կա, չես պատկերացնում։ Այնքան, ահա որ շատ։ Մեր մոտ քարի տեղը շատ ժամանակ տակառ է գլորվում։ Շատ լավ բաներ կա, իսկապես շատ լավ բաներ կա։ Այսօր մենք կանք, այսօր մենք ապրում ենք, այսօր մենք ունենք լեզու, այսօր մենք ունենք պետություն։ Քանի ազգ կորցրել իր լեզուն գրականությունը աշխարհում։ Աներևակայելի շատ։ Ինչքան երկրներ են վերացել, ինչքան պետություններ են ջախջախվել, ինչքան ժողովուրդներ են անհետացել, մենք կանք։ Ոսեք սա վերցրեք մեր մեկնակետ, հա, որպես մեր համար ստարտ։ Մենք կանք, մենք կանգնած ենք, մենք ոտքի ենք։ Սա քիչ է։ Դա լավ է։ Հրաշալի է դա։ Ու այդքան դարեր պայքարելով ու լինելով գիր ու գրականություն ունենալով ես կարծում եմ շատ ավելին պետք է գնանք հեռու, բայց արյուտես որ Չէ, աշխարհը պիտի հասնի մեր հետևից դեռ։ Պիտի հասնի, մենք շուտ ենք ստեղծել այդ ամենը։ Ցավալորեն շուտ, մարդկության համար շատ շուտ, ինքը չի ասում, մարդկությունը դերեսքան երեխա է։ Մենք արդեն մեծ ծերունի ենք։ Իրանք էսենց չեն հասկանում, որովհետև շուտ ենք ստեղծել։ Բայց ոչինչ, կգա ժամանակը կհասկանան։ Իսկ եթե կան մարդիկ, կան ազգեր, կան ժողովուրդներ, պետություններ, որ մտածում են, երազում են, որ այս ազգը չի լինի, իզուր ընդենց երազում։ Այս ազգը միշտ է լինելու։ Երկար են երազելու։ Անընդհատ է լինելու։ Որովհետև վերջերս լսեցի մի ռուս մեկնաբանի, որ ասում էր, եթե հայ ազգը վերանա աշխարհի երեսից, մարդկությունը կվերածվի այցգերներով հիվանդ հասարակության։ Որովհետև հայ ազգը դա նեյրոնային սիստեմն է մարդու, եթե մարդուն վերցնենք, մարդկության նեյրոնային սիստեմն է, համակարգն է։ Այդ ասողը քահանա էր։ Քահանա էր։ Կարծում ես։ շատ լավ բան է։ Իդեպ հետաքրքիրն այն է, որ ոչ հայ մտածողները մեր մասին ինչ են խոսում, մենք մեր մասին ինչ ինֆորմացիա ունենք, որը մեր պիեսի առանցքում էլ է դա։ Հայերի մասին խոսում է Պարսից կուսակալը եւ հույն դեսպանը, այսինքն արևելքի ու արևմուտքի տեսակետը հայ ժողովրդի ու ընդհանրապես հայքի մասին։ Եվ պիեսում ընդհանրապես շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, հետաքրքիր իսկապես Մհերյանը կարողացել է դուրս հայի ոգին դուրս անել։ Ով է իսկական հայը։ Ամենասովորական մարդ, հայ։ Սա շատ կարևոր է այսօրվա համար։ Եվ ընդհանրապես ես խորհուրդ կտայի մեր հասարակությանը ծանոթանալ Մհերյանի վեպերին։ Ինքը արդեն երրորդ վեպն է, չէ՞։ Պարոնյանի դերասաններն են լինելու նաև Պարոնյանից կան հրավիրված դերասաններ։ Տարբեր դերասաններ։ Տարբեր թատրոնների դերասաններ են հրավիրված, Արտուր Սահակյանը բեմադրող։ Բոլոր տեղերից կան։ Ես եւս այն անգամ հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 6-ին է ներկայացումը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Կուսակալը, ես կարծում եմ, որ ահա պաստառն էլ երևում է։ Եթե շատ տենց կոմերցիայի հետևից չեք ընկել, երբեմն կարելի է մի քիչ ուրիշ ներկայացում էլ նայել, մենակ տենց
ասում եք հումոր չլինի չեն գնում։ Եթե կարող եք մի քիչ ավելի մտածելու տեղիք տվող ներկայացման ներկա լինել, ապա մայիսի 6-ին համեցեք Պարոնյան Լևան թատրոն։ Ձեզ հաջողություն Ձեզ հաջողություն ենք շնորհակալություն։ որ բարեհաջող պրեմիերա լինի, դե եւս 5 ներկայացումներ սպասվում է արժևում։ Շնորհակալ։ Շնորհակալություն հրավերքի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն մեր եթերում գովազդ հաջորդի կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։